Փոխարենը չի իրականացվում շատ հումանիտար հարց, մեր գերիների վերադարձը, մեր անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Այդ ինչպես է, որ Նիկոլ Փաշինյան, դու որոշում ես Ալիևի հետ Թրամփին ներկայացնես խաղաղության Նոբելյան մրցանակակիր, WhatsApp-ի համարն էլ ունես, բայց չես կարող մի SMS գրել, խնդրես, որ Ադրբեջանը թույլ տա որոնողական աշխատանքներ իրականացնել։ Խնդրես, որ մեր գերիները վերադառնան Բաքվի բանտերից եւ ամեն օր չխոշտանգվեն։ Որովհետև այս խնդիրը ձեզ համար արժեք չունի։ Մենք ամեն օր լսում ենք, թե Վիգենը ինչ խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում։ Ամեն օր տեսնում ենք, թե Բաքվի բանտում ինչ շինծու դատավարություն է ընթանում։ Ամեն օր լսում ենք Արցախի վերջին պայթյունից անհետ կորածների ընտանիքների այդ ձեր իշխանության անտարբերության հետևանքներն ենք տեսնում։ Ամեն օր տեսնում ենք, թե անհետ կորածների ընտանիքները ինչ հոգեբանական ու բարոյական ինչ խոշտանգման են ենթարկվում։ Այս ամենը ոչինչ պետք է, որ դուք Թրամփին ներկայացնեք խաղաղության, վաղն էլ կարող է այս թայֆան, օրինակ, որոշի, որ Ալիևին պիտի ներկայացնի Նոբելյան խաղաղության մրցանակակրի։ Որտեղ է մեր հումանիտար հարցի լուծումը։ Կար ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշում։ Բա գնում էիր Թրամփի հետ ժպտում էիր։ Ինչու չէիր ասում, պարոն Թրամփ, Ալիևին ասեք, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումը պարտավոր է կատարել։ Ինչու չեք ասում, դա ձեզ ձեռք չի տալիս։ Այո, ձեզ ձեռք չի տալիս, որ գերիներ վերադառնան, ձեզ ձեռք չի տալիս, որ անհետ կորածների հարցը կարողանաք որոնողական աշխատանքներ իրականացնեք, լույս սփռեք այդ հարցի վրա։ Ձեզ ձեռք չի տալիս։ Այ դուք կարող եք միայն օրինակ անհետ կորածի ծնողի մորը կառավարության շենքում ասեք, տեսեք տղայիդ, Արսենի մասն է խոսքը, ծնողն էր ասում, տեսեք Արսենին ոնց եմ ձերբակալելու։ Այ դուք դա կարող եք անել։ Կամ անհետ կորածի ծնողին ասեք գնա կրթվի, հետո արի ինձ հետ խոսի, դուք դա կարող եք անել։ Իդեպ, հարգելի ծնողներ, 5 շաբթի օրը ժամը 11-ին նախատեսում ենք համահայկական ճակատշարժումը նախատեսում է ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ եւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որովհետեւ բոլորի համար տոն է մեր անհետ կորածների պայթյունից ունենք ընտանիքներ, պայթյունից անհետ կորածների ընտանիքներ ունենք, մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցել այս հումանիտար խնդրի բարձրաձայնմանը, որովհետև այս իշխանությունը չի կարող այդպես վախեցնել, ասել ձերբակալելու եմ, գնալու ես նստես, գնալու ես կորես ու վերջ։ Մենք թույլ չենք տա։ Մեր երեխաները հավիճուտ չեն, որ դուք ինչպես ուզեք իրենց հետ վարվեք։ Դրանք ամեն ընտանիքի լույս ու սրբություն են։ Այդ թվում նաև ինձ համար ամեն ընտանիքի զավակ, հայր, ամուսին լույս ու սրբություն է։ Որևէ մեկիդ պահելու եմ այս հարցը միշտ եւ ամենուր, որևէ մեկիդ թույլ չեմ տա, դուք փոխում եք ԱԱԾՊ-ին, ասում եք վերջ, փոխեցինք, վերջ, կգա նոր էջից, ձեզ համար ամեն ինչ նոր էջ է, սա եկել է այդ հարցի վրա, ոչ մի բան չկա, փոխում եք քննչականի պետին, նա գալիս է ասում է, ես ծանոթ չեմ, նորից պիտի սկսեմ, հետո դուք մի քանի տարի հետո իշխանությունը կփոխեք, կթողեք, կգնաք, ձեր նման կգա մեկ այլ իշխանություն, ինչպես ձեր ԱԱԾՊ-ը ասեց, ես 90-ականների անհետ կորածների հետ կապ չունեմ, կբերեն ձեր նման մեկ այլ իշխանություն կգա կասի, ես այն իշխանության արած անհետ կորածների հետ կապ չունեմ։ Այս սա եք դուք։ Դուք ձեր լավագույն գործը այն է, լավագույն գործը առաջին քայլով Հայաստանը վերածել գաղութի քրեակատարողական հիմնարկի, ապա այդ քրեակատարողական հիմնարկը լուծարել ու մտցնել Թուրքիայի կրնկի տակ։ Մենք թույլ չենք տալու ձեզ։
Մենք մի բան շատ լավ հասկանում ենք, նորից եմ ասում, 26 թվականի ընտրությունները մեզ համար ոչ թե Փաշինյանական իշխանության գալու կամ չգալու հարց է լինելու, մեզ համար լինելու է այս երկրում շարունակելու ենք արթնանալ, թե չենք շարունակելու։ Մեր տանը շարունակելու ենք ապրել, թե չենք շարունակելու։ Մենք պիտի համատեղ ուժերով, առողջ ուժերով, առողջ հասարակությամբ կարողանանք այս հարցը լուծել։ Իսկ հոգեբուժարանում հաշվառվածները կարող են միշտ սելֆիներ անել Ալեն Սիմոնյանի կամ չգիտեմ այնտեղ մյուսների հետ։ Գալու է ձեր բոլորի հետ արդարադատության սեղանի շուրջ նստելու օրը։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Այսքանը, շնորհակալ եմ։